Ողջույն սիրելի բարեկամներ, ես Մայք Կարիբյանն եմ։ Եվս մի հետաքրքիր էպիզոդ, որ պատրաստել եմ բոլոր իմ հետևողների համար։ Ասեմ նրանք, ովքեր առաջի անգամ են ինձ միանում, դուք կարող եք հետևել իմ YouTube-յան ալիքը MMK Podcast կամ հետևելով @Mike Caribbean բոլոր social media պլատֆորմերում։ Իմ հաղորդումները հիմնականում ֆինանսների մասին է, insurance-ների եւ real estate-ի։ Բայց ժամանակ առ ժամանակ ես ունենում եմ հիանալի հյուրեր, ովքեր տարբեր ինդուստրիաների մեջ են, բիզնեսմեններ, տարբեր տոպիկներից են զրուցում եւ այսօր այդ օրերից մեկն է։ Ուզում եմ սիրով ներկայացնել այսօրվա իմ հյուրին, որին շատ վերջերս եմ հանդիպել իմ լավ cousin-ի միջոցով, ինչպես անգլերեն են ասում այստեղ, եւ հանդիպելուց հետո ես շատ հետաքրվեցի ինչ սերվիս է նա առաջարկում եւ իմ մեջ միտք ծագեց իր հետ անել մի podcast, որովհետեւ կարծում եմ այն սերվիսը, որ շուտով նա կներկայացնի, թե ինչով է օգտակար մանավանդ մեր հայ համայնքին, կարծում եմ յուրաքանչյուր այն մարդկանց, ովքեր մանավանդ ունեն տուն, կհետաքրվի։ Իմ հյուրն է այսօր Արման Մարտիրոսյանը եւ մի փոքր ուզում եմ իրեն ներկայացնել, շատ քիչ ժամանակ է, որ նա բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, բայց հետաքրվելով իր մասին բավականին գործեր է արել մանավանդ այս գործի մեջ։ Չեմ ուզում ներկայացնել, ուզում եմ հենց ինքը դրա մասին խոսա։ Սիրով ներկայացնում եմ իմ հյուրին Արման Մարտիրոսյանին։ Արման, ողջույն, ինչպե՞ս ես։ Ողջույն Մայիս ջան, շնորհակալություն, շատ լավ, դուք ինչպե՞ս եք։ Լավ, մերսի, շնորհակալ եմ, որ քո busy schedule-ից ժամ ես վերցրել եւ այսօր իմ հյուրն ես եւ ուրախ եմ, որ այս հարցազրույցը ունենալու ենք։ Ես նույնպես շնորհակալ եմ քեզ, Մայիս ջան, հրավերի համար։ Մեծ սիրով։ Ու սպասել եմ այսօրվան, որ խոսենք իրար հետ, ներկայացնենք մեր անելիքները եւ հանրությանը ինչ-որ փոքրիկ բանով օգտակար լինենք, այո։ Արման, միջև խոսանք, թե ինչ սերվիսներ ես դու փորձում օգտակար լինել մարդկանց, մի փոքր քեզ ներկայացրու, գիտեմ արդեն 2 տարուց ավել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում ես, ինչպես է, սիրում ես Ամերիկան։ Այո, իհարկե սիրում եմ, ես ինձ այստեղ շատ լավ եմ զգում եւ կարեւորը շրջապատված եմ շատ լավ մարդկանցով, որը որ շատ մեծ նշանակություն ունի, հաստատ բոլորը կհասկանան այդ ամենը, ովքեր որ տեղափոխվել են Ամերիկա եւ ապրում են այստեղ։ Իսկ ընդհանուր Ամերիկայի համակարգը դուրդ գալիս է։ Այո, դուրս գալիս է։ Բաներ կա, որ չես սիրում։ Ճիշտն ասած, ես այնքան զբաղված եմ իմ գործերով, իմ ընտանիքով, որ չեմ նկատում այդպիսի բաներ ոչ։ Իսկ ընտանիքով եք եկել, այսինքն։ Այո։ Գիտեմ ունես մի աղջիկ, ճիշտ է։ Տղա, այո։ Շատ լավ։ Իսկ ընդհանուր առմամբ 2 տարի էստեղ ես կարոտել ես հայրենիքը։ Միանշանակ կարոտել եմ, բայց այս ընթացքում ես հասցրել եմ մեկ անգամ լինել հայրենիքում, այո, իհարկե։ Միանշանակ կարոտում եմ հայրենիքը, իմ ընկերներին, իմ հարազատներին։ Կարող ես բարևել նաև։ Այո, իհարկե, ողջունում եմ բոլորիդ։ Շատ լավ։ Ես վերջի անգամ եղել եմ Ամերիկայում, ասում եմ Ամերիկայում, Հայաստանում 2023-ին, մինչև այդ համարյա ամեն տարի հետ եմ գնում։ Ես էլ եմ սիրում Հայաստան այցելել, բայց որպես տուրիստ, անկեղծ եմ ասում, բայց մնալը միգուցե չեմ պատկերացնում, երևի որ 25 տարի Ամերիկայում եմ, միգուցե դրա պատճառով։ Իսկ կոմոդ երևի էդի հետո նույն բանը կզգաս երևի։ Ժամանակը ցույց կտա, այո։ Շատ լավ, Արման։ Նախ առաջինը ուզում եմ մեր սիրելի հետևողներին ասել, որ ես միանգամից հետաքրվեցի, թե Արմանը ինչ է անում, որը սոլարների հետ կապված է։ Ուզում եմ մի քիչ ներկայացնես, որ կամպնի հետ ես աշխատում եւ ինչ է ձեր հիմնական product-ը։ Մեր կամպանին Sky Solar Pro կամպանին է։ Մեր հիմնական նպատակը այն է, որ կարողանանք օգնել մարդկանց թեթևացնել նրանց բիլերը, չէ՞։ Այո, բիլերը։ Եվ այդպիսի բաներ։ Okay, սոլարը, օրինակ ովքեր կարող են սոլարից օգտվել։
Ինչն է պայմանները։ Երևի առաջինը բնական պիտի ունենաս։ Այսինքն եթե ռենտով ես անում, միգուցե չի աշխատի։ Ռենտով էլ կաշխատի միանշանակ, բայց հիմնականում օգտվում են այն մարդիկ, ովքեր որ ունեն house, տուն, եւ դա շատ նվազեցնում է նրանց ծախսերը, բիլերը։ Օրինակ միջին հաշվարկով, օրինակ ես ու դու նստեցինք եւ հաշվարկ արեցինք իմ situation-ի վերաբերյալ, մոտավորապես 3 անգամ նվազում է, եթե ոչ ավելին։ Էդի դա դեռ այս եղանակի մեջ ամառը ավելի տարբեր է լինելու։ Այո, միանշանակ։ Ինչպես է calculation-ը, մոտավորապես թվերը, եթե օրինակներ բերես։ Calculation-ը հետևյալ կա երկու տեսակի calculation, այսինքն առաջի տեսակը այն է, երբ որ մարդիկ փաստացի ունեն իրենց բիլերը, մենք վերցնում ենք այդ բիլերը եւ հաշվում ենք ամբողջ տարվա իրենց օգտագործած, այսինքն գարուն, ամառ, աշուն, ձմեռ իրենց օգտագործված էլեկտրոէներգիայի քանակը, որովհետեւ բոլորիս հայտնի է, որ ամռանը ավելի շատ են մարդիկ օգտագործում, էլեկտրոէներգիա, քան ասենք օրինակ ձմռանը, որպեսզի հասկանանք, թե ինչքան էլեկտրոէներգիա է հարկավոր տվյալ տանը եւ հասկանում ենք այդ ամեն ինչը ու իրենց տրամադրում ենք այնքան էլեկտրոէներգիա, որքան որ իրանք օգտագործում են ամբողջ տարվա ընթացքում, որպեսզի այլևս բիլեր չստանան, այո։ Իսկ օրինակի համար տարբեր տեսակի կամպանիաներ կան եւ շատերը ասում են ինչնա guarantee, չէ՞, ինչնա ձեր guarantee-ները։ Օրինակ դու ինչ կասես քո company-ի հետ կապված, ինչ եք դուք երաշխավորում։ Շատ լավ հարց էր, Մայիս ջան, այս հարցը ինձ բոլորն են տալիս։ Հայերը երևի մի քանի անգամ, չէ՞։ Այո, որովհետև բոլորին էլ հետաքրքիր է, թե ինչ է լինելու իրենց ճակերտներով ասված solar system-ի ճակատագիրը, քանի որ 25 տարի նրանք օգտվելու են այդ սիստեմից, Եվ մենք ունենք 3 տեսակի երաշխիքներ, որոնք են դրանք, Նախ եւ առաջ ասեմ, որ մենք ինչ տրամադրում ենք, ինչ սիստեմ որ տեղադրում ենք, դա կլինի թե փանելները, թե փանելները աշխատացնող ինվերտորները եւ թե մոնիթորինգ սիստեմը, ինչ որ մենք տեղադրում ենք, այդ ամենի համար տալիս ենք 25 տարի warranty, այսինքն մարդիկ ունենում են թե labor warranty եւ թե իրենց նրանք ունենում են թե material warranty եւ թե labor warranty, warranty-ն ոչ միայն հենց լիքերին է վերաբերվում, այլ նաեւ ես դեռ անդրադառնալու էի ճիշտ ասած roof-ի warranty-ին, labor warranty-ի մեջ մտնում է նաեւ այն, որ օրինակ ասենք շատ հնարավոր է որ ինչ որ մի panel չաշխատի նորմալ կամ ասենք իր մասերից որևէ մեկը չաշխատի, մեր technician-ը գալիս է այդ ժամանակ եւ նայում է այդ ամեն ինչը ու այդ ամեն ինչը սա անվճար է եւ նայելը եւ հետագայում այդ խնդիրը կարգավորելը։ Շատ լավ։ Առաջի ստեպը արդեն նշեցի ձեզ, այնա երբ մենք բիլերը վերցնում եւ հաշվում ենք, բայց մի մեջ բերում անեմ, մարդիկ կան, ովքեր որ տունը նոր են առած լինում կամ ասենք նոր են սարքած լինում եւ բնականաբար իրանք բիլ չունեն, բայց նրանք նույնպես ուզում են solar system տեղադրել։ Այո։ Այդ դեպքում հետեւյալ կերպ է լինում հաշվարկը։ Ամեն մի ելնելով Լոս Անջելեսի եղանակային պայմաններից, ամեն մի square feet-ի համար մարդիկ օգտագործում են 5 կիլովատ հոսանք, այո։ Եվ բնականաբար մենք տան չափսը բազմապատկում ենք 5-ով, որպեսզի հասկանանք, թե միջին հաշվարկով ինչքան է լինելու իրանց օգտագործման քանակը, Եվ պլյուս դրան գումարում ենք արդեն հաշվի առնելով այն հանգամանքը, որ ունեն փուլ, ունեն էլեկտրական ավտո եւ դրանք նույնպես շատ էլեկտրոէներգիա ծախսող։ Մի քանի հատ կարող եք ավել դնել։ Այո, իհարկե, մենք այդ ամեն ինչը սա հաշվարկ ենք անում եւ հասկանում ենք, թե ինչքան պանել է պետք տվյալ տանը, որպեսզի կարողանանք նրանց
Խոսքով ապահովել բավարար հոսանք լինի։ Բավարար հոսանքը։ Այսինքն ամեն դեպքում թեկուս ամառն էլ եթե գա, այնպիսի հաշվարկ եք անում, որ հերիքի, այսինքն չզանգեն, էլի ասեն ավելացրեք։ Միշտ extra եք դնում։ Այո, որովհետև հենց այդ հաշվարկները հենց դրա համար է։ Եթե օրինակ հիմա մենք հաշվարկ անենք կոնկրետ օրինակ ձմեռվա համար, ամառը բնականաբար իրենց էլեկտրոէներգիան չի հերիքի եւ նրանք բիլ կստանան։ Այդ իսկ պատճառով մենք հաշվի ենք առնում նաև ամառվա եւ մնացած այլ սեզոնների օգտագործումը եւ նոր մեր հաշվարկը անում ենք։ Installation-ը նոր է սկսում։ Okay։ Հիմա օրինակ ես հիշում եմ, երբ որ դու եկար, մենք հաշվարկ արեցինք, երկրորդ քայլը մի անձնավորություն եկավ, գրիշը չափեց եւ ամեն ինչ ու դու proposal ուղարկեցիր ինձի, որտեղ բացատրում էր բոլոր տվյալները, այլ իմ հարցը գնում է դեպի այդ կողմ։ Վերջի մասն է ցույց էր տալի սոլարի ֆինանսավորման մասին, այլ սոլարը ինչպես է գնում ենք, լիս ենք անում տարբերությունները, խնդրում եմ դրա մասին խոսա։ Ես հիմա կանդրադառնամ նրան։ Նշեմ, որ համաձայնության գալուց հետո, ինչպես դու ինքդ արդեն նկատել ես, մենք technician-ին ուղարկում ենք, որպեսզի նա արդեն չափագրումներ անի եւ նկարներ անի, որպեսզի այդ նկարներն ու չափագրումները տա ինժեներներին եւ ռուֆերներին, որպեսզի նրանք կարողանան արդեն իրենց գործը անել։ Այո։ Ինժեները գծագրում է ձեր այսինքն տանիքը, թե որտեղ է դրված լինելու։ Այո, այո։ Եվ այդ ամենը ուղարկում ենք ոնց որ տան տիրոջը, homeowner-ին եւ այո, proposal-ի կարգով եւ այդ ամենից հետո արդեն մի հատ նորից մենք երկուսով անցնում ենք այդ ամեն ինչի վրայով, թե ինչ warranty-ները լինելու եւ ինչ է սպասվում եւ այդ ամենից հետո արդեն գալիս է ստորագրելու պահը, նրանք ստորագրում են իրենց պայմանագիրը եւ ոնց որ պայմանավորվել ենք, շարժվում ենք առաջ։ Այսինքն այդ սոլարը հենց ոնց որ ինձ նշեցիր, լիս են անում մարդիկ, ոչ թե գնում են, դրա առավելությունները որն է։ Նայեք, շատ կարևոր հարցերից մեկն է սա, որը որ յուրաքանչյուր մարդուն է հետաքրքրում եւ շատ հարցեր են լինում։ Այստեղ մենք ոչ թե ունենք ոչ միայն լիս, մենք ունենք ամբողջ այն financing-ները, որը որ այժմ շուկայում կան։ Եվ մարդիկ կան, ովքեր որ ուզում են իրանք գնել այդ solar system-ը, որպեսզի ամսական ինչ-որ payment-ներ չվճարեն։ Այո, այո։ Եվ այդ դեպքում կան բավականին լավ ծրագրեր պետության կողմից հատկացված։ Այդ ծրագրերից են օրինակ նրանք ստանում են 30% թաքսերից ազատում։ Այս Այսինքն բիզնեսմենները շատ կսիրեն այդ option-ը։ Այո, այո։ Եվ երկրորդ տարբերակը, ինչից որ օգտվում են հիմնականում 99% մարդիկ, դա լիսն է։ Այո։ Ինչու լիս։ Լիսի դեպքում մարդիկ ընդհանրապես գումար չեն ծախսում, ոչ մի down-ներ դնելով, այսինքն $0 գրպանից, այո, ծախս չանելով։ Այո։ Նրանք ունենում են իրենց սիստեմը եւ ինքնըստինքյան արդեն saving են անում, քանի որ արդեն իրանք չեն ստանում utility-ից իրենց բիլերը, այո, ինչից հետևություն ենք անում, որ արդեն 50-ից բարձր տոկոսներ իրանք save են անում, այո։ Okay, եւ գնալով դե բնականաբար տարիների ընթացքում saving-ները բարձրանում են, որովհետեւ կյանքը թանկանում է։ Այո, բոլորս էլ գիտենք, inflation է տեղի ունենում եւ կյանքը թանկանում է, այո, աշխարհի օրենքն է։ Շատ լավ Արման։ Ես անձամբ ուզում եմ տեղեկացնել բոլոր իմ հետևողներին, ես անձամբ որոշել եմ Արմանի հետ այս սերվիսից օգտվել եւ արդեն քայլերը արել ենք։ Արմանը proposal ուղարկեց, գինը եւ ամեն ինչ, արդեն մյուսը անցնելու ենք մյուս քայլերին, որի համար ուզում եմ նորից քեզ շնորհակալություն հայտնել Արման։ Որպես վերջնաբան վիդեոյի, ինչ կցանկանաս մեր հայությանը։ Ես գտնում եմ յուրաքանչյուր խելացի սերվիսից օգտվելը, դա ոչ թե միայն քեզ համար է լավ, այլ քո ապագա ընտանիքի համար կարող ես այդ գումարը save անել եւ ավելի լավ investment-ներ անել, ոչ թե դուրս տալ օրինակ այդ բիլի վրա։
Օրինակ դու ինչ կքաջալերես եւ ինչ կցանկանաս մեր հայությանը։ Բնականաբար կուզեմ, որ մեր հայերը առաջին հերթին իրենց լավը զգան այս երկրում եւ ցանկանում եմ, որ բոլորը հաշվարկած քայլեր անեն, այո, եւ օգտվեն ծառայությունից, որովհետեւ այստեղ իրենց շահերից է բխում այս ամենը եւ company շահերից է։ Այո։ Այսինքն մենք կարողանում ենք ինչ-որ բանով օգտակար լինել մարդկանց եւ դրանից ես ինձ առավել հաճույք եմ ստանում, այո։ Եվ ուզում եմ նշել, որ նրանք, ովքեր մեր podcast-ից զանգեն եւ նշեն, որ այստեղից են տեսել, discount կոդը MMK podcast եթե դնեն, դու ունես special-ներ, ինչքանով հասկացա։ Ես ունեմ special-ներ, ովքեր որ կօգտվեն մեր podcast-ից եւ այս շրջանակներում կզանգարեն ինձ, այո։ Նրանց Թե ուզում ես surprise անես։ No, ես կասեմ, նրանց 6 ամսվա բիլը կլինի payment-ը, ավելի ճիշտ, կլինի անվճար, այո, կամպանիայի կողմից։ Շատ լավ, Արման, ուզում եմ շնորհակալություն հայտնել քո ժամից։ Շնորհակալություն, որ եկար։ Ես կարծում եմ, եթե podcast-ի ընթացքում հարցեր լինեն, միգուցե մենք նորից մի հատ podcast կանենք, հենց կտեղադրենք այդ հարցերը հենց կոնկրետ դրանից կխոսան կամ միգուցե եթե այն հաճախորդները որ կցանկանան վիդեոյի տեսանկյունով միգուցե օրինակ լինեն եւ նկարենք իրանց թե before service եւ after ինչ տարբերություն կա դրանք է ցույց կտանք եւ կնակ Մայիս ջան համաձայն եմ քեզ հետ ես պատրաստ եմ եթե ինչ որ հարցեր կլինեն այո կարող ենք նորից խոսել այդ հարցերի շուրջ եւ բոլոր այն մարդկանց հարցերին պատասխանենք, ովքեր որ կունենան նման հարցեր, այո։ Շատ լավ։ Շնորհակալություն քեզի, որ մասնակցեցիր այսօրվա podcast-ին։ Շնորհակալ եմ Մայիս ջան, հրավերի համար։ Այդքանը։ Շատ լավ։ Եղավ, սիրելի բարեկամներ, շնորհակալություն, որ նայեցիք այսօրվա podcast-ը, անպայման տարածեք ձեր էջերում եւ subscribe արեք իմ YouTube-յան ալիքին @MaisMikeGaribian MMK podcast։ Կհանդիպենք մյուս անգամ։